первую очередь выражается армянское сообщество. Խորհրդային Հայաստան, ծաղկուն երկիր, թե գաղութ, բանավիճում են հայ-ռուսական եւ ամերիկյան համալսարանների ուսանողները, ապագա քաղաքագետներին ու միջազգայնագետներին խոսքի եւ մտքի մրցավազքի է հրավիրել Երևանում ռուսական տունը։ Կարևոր է կարողանալ խոսել փաստերով առանց էմոցիաների։ Իհարկե հայերի դեպքում փոքր-ինչ անհնար է թվում առանց էմոցիաների բանավեճը, բայց շնորհիվ մեր պրոֆեսիոնալ մարզիչների կարծես թե հաջողվել է հասնել դրան։ Թեժ քննադատություն ու ելույթներ, հոգոցներ ու ռեպլիկներ իրար հետևից, փաստարկներն ու հակափաստարկները հնչում են նոկաուտի պես։ Ուսանողների մասնակցությունը նման քննարկումներին զարգացնում են նրանց քննադատողական մտածողությունը, կառուցվածքային մտածողությունը եւ կարծում եմ թե մասնագիտությունը նեղ այդքան էլ էական չէ, որովհետեւ տեխնիկական կրթություն ստացող ուսանողներն էլ շատ հաջող կարող են մասնակցել այս քննարկումներին։ Շատ լավ տպավորություն են թողնում ուսանողները, պատրաստված են, տվյալներ ունեն, ինչ-որ հիմք ունեն, այսինքն մեր մոտ իհարկե պետք է սովորել եւ ոչ միայն ուսանողները պետք է սովորեն, մեր քաղաքական գործիչները պետք է սովորեն, մեր այսպես ասած վերլուծաբանները պետք է սովորեն, որ ինչ-որ բան ասելու համար պետք է հիմք ունենալ, մարդ պետք է հիմք ունենա, ապացույց ունենա, թվեր ունենա։ Եվ մեր ուսանողները դա անում են, իմ կարծիքով շատ լավ տպավորություն են թողնում։ 4 ռաունդ, 4 թեմա, կրթություն, գիտություն, պատերազմ, եկեղեցի ու ազգային արժեքներ, որ ուղղությունն է ավելի հոգեհարազատ ուսանողներին։ Я по себе знаю, если ты о чем-то говоришь, что тебе интересно и во что ты веришь, у тебя все получается։ Ղեկին Արման Աբովյանն է, ռուսաց լեզվով բանավեճը էլ ավելի է թեժանում մոդերատորի սուր մեկնաբանություններից։ Քննադատական միտքը զարգացնելու համար կարևորագույն է այսպիսի քննարկումներ անել։ Շատ կարևոր է, որովհետև ցավոք մենք ապրում ենք այն ժամանակ, երբ որ տեղեկությունը բերում եւ մատուցում են առանց վերլուծելու եւ խորանալու, իսկ մարդը մինչեւ քննադատական միտք չունենա յուրաքանչյուր գործընթացի ներքո իր մոտ ոչ մի բան չի ստացվի եւ շատ ողջունելի է։ Ռուսական տունն է կազմակերպել, հիշեցնեմ ձեզ, եւ փայլուն միջոցառում է։ 336-363 հաղթում է ամերիկյան համալսարանը, ռուսական տան ինտելեկտի ու հռետորության բանավեճերը լինելու են շարունակական։ Սևակ Վարդումյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։